Կենտրոնական հանձնաժողովի այսօր արտահայտ նիստ է հրավիրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները։ Այսպիսով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է 49,825 հազարերորդական տոկոս, Ուժեղ Հայաստան դաշինքը 23,281 հազարերորդական տոկոս, Հայաստան դաշինքը 9,934 հազարերորդական տոկոս, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 3,996 հազարերորդական տոկոս։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում ընտրական շեմը և չի անցնում խորհրդարան։ Համապատասխանաբար կուսակցություններն ունեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ի ժամը 12-ից մինչև ժամը 18-ը կամ հունիսի 9-ին առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 11-ը։ Վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ նախորդ օրվա երեկոյից ականատես են եղել կուսակցության ստացած քվեների վերաբերյալ տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Նրա խոսքով քվեների հաշվարկի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, որն ավելի նվազած էր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը եւ հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ըստ Տոնոյանի, հիմա վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաեւ քննարկվում են առանձին որոշումներ եւ գործողություններ բողոքարկելու հիմքերը։ Իվետա Տոնոյանը նաեւ հավելել է, որ չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը, հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես են եղել ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում։ Ընկերներ, 100,000-ավոր մեր հայրենակիցներ։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով է հանդես եկել, շնորհակալություն հայտնելով 100,000-ավոր քաղաքացիներին առյուծի պես պայքարելու համար։ Կարապետյանը հայտնել է, որ ավելի խորքային եւ մանրամասն հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների պաշտոնական հաշվարկների եւ հաշվետվությունների ամբողջական ավարտից հետո։ Շնորհակալ եմ տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս երկու օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական process-ի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզանից, դուք ձեր միջոցով, որ մեր ազգը կարողա իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ ավարտած իրապես լինի հաշվետվությունները եւ հաշվարկները։ Գիշերն էլ դաշինքի առաջնորդ ազգային բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել եւ պետք է սպասել վերջնական արդյունքներին։ Վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետեւ դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Представители западных стран Մոսկվայից ստացվել են Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջին արձագանքները։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների եւ Արևմուտքի առաջին հերթին Եվրամիության միջամտության պայմաններում։ Նա ընդգծել է, որ ընտրությունները հստակ ցույց են տվել հայ հասարակության ծայրահեղ բևեռացվածությունը։ Ըստ ԱԳՆ-ի գնահատականի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենաշնորհային իշխանություն չի ստացել, իսկ նրա աջակցությունը զգալիորեն նվազել է նախորդ ընտրական ցիկլի համեմատ։ Մոսկվան պնդում է, որ հայ հասարակության մեջ կա Ռուսաստանի հետ կապերի զարգացման եւ ԵԱՏՄ-ին շարունակական մասնակցության լայն պահանջարկ։ Ռուսական կողմը պնդել է նաեւ, որ գործող վարչակազմի հալածանքները ուղղված են բացառապես այն քաղաքական ուժերի դեմ, որոնք կողմ են Ռուսաստանի հետ կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը եւ հանդես են գալիս Եվրամիության
միության ինտեգրվելու ճանապարհից հրաժարվելու օգտին։ Միաժամանակ Կրեմլը դեռևս ձեռնպահ է մնում ընտրությունների վերջնական գնահատականից մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը։ Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է բոլոր հաղորդագրություններին, այդ թվում ընտրությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Վրաստանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԵՄ-ին Հայաստանում ընդդիմադիր անդամների ձերբակալությունների մասին լռելու համար։ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ ընտրություններից առաջ Հայաստանում ձերբակալվել են մի քանի տասնյակ ընդդիմադիր քաղաքական գործիչներ եւ Եվրամիությունը չի արձագանքել։ Եթե մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է ձերբակալվի, սա օրենքի գերակայություն է, հայտարարել է վրացի պաշտոնյան։ Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են մի շարք միջազգային գործիչներ։ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լենը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձր է գնահատել ազատ ու ժողովրդավարական ընտրությունները, հաղթանակն անվանել Հայաստանի ինքնիշխանության հաջողություն եւ կոչ արել Եվրամիությանը աջակցել երկրին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը հանուն խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ մերձեցման։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը նշել է, որ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան եւ իրենք հպարտ են աջակցել այդ ձգտումներին, իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը։ Գիշերը իրանական հրթիռները հարվածել են Իսրայելին։ Հարձակումը սկսվել է անսպասելի։ 15 րոպեում Իրանն արձակել է շուրջ 11 հրթիռ։ Ցախալը հայտնել է, որ կարողացել են հաջող որսալ բոլոր հրթիռները, հակաօդային պաշտպանությունն անմիջապես գործի է դրվել։ Մինչդեռ համացանցում տարածված կադրերը պնդում են հակառակը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բենգվիրը X-ում այսպես է արձագանքել այս գիշեր Թեհրանը պետք է այրվի։ Այս գրառումից անմիջապես հետո իրանական ուժերը հարվածել են իսրայելական Նևատիմ եւ Թելնով ավիաբազաներին։ Մայրաքաղաք Երուսաղեմում միացել են օդային տագնապի ազդանշանները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում վստահեցրել են, որ Իրանի զինվորականները պատրաստ են գործողություններ իրականացնել բոլոր ճակատներում եւ պատասխան տարբերակներն էլ պատրաստ են հակառակորդի ցանկացած գործողության համար։ Այս հայտարարությունից անմիջապես հետո Իրանը հարվածել է նաեւ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի բազային։ Հարվածներին զուգահեռ Իրանն անորոշ ժամանակով փակել է իր օդային տարածքը երկրի արևմուտքում։ Իրանցիներին կոչ է արվել անհարկիչ օգտագործել օդակայանները եւ հետեւել թռիչքների մասին տեղեկություններին։ Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Ձամբոլատ Թադաևը հրաժարական է տվել։ Նիստի ժամանակ նա հայտնել է պաշտոնից ազատվելու անձնական պատճառի մասին։ Ըստ լրատվամիջոցների այս հրաժարականը ճանապարհ է հարթում նոր նշանակման համար։ Թադաևի ղեկավարած կառավարությունը, որը ձևավորվել էր այս տարվա փետրվարին, բախվում էր լուրջ դժգոհությունների։ Դեռևս տարեսկզբից խնդիրներ կային բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձների ուշացումների, գնաճի եւ տնտեսական միջոցների անարդյունավետ կառավարման հետ, ինչը մեծացրել էր ճնշումը իշխանությունների վրա։ Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով զոհվել է 4 մարդ։ Իշխանություններն արագ միջոցներ են ձեռնարկել բնակչությանը ժամանակավոր ապաստաններով ապահովելու համար։ Փրկարարներն արտակարգ ռեժիմի են անցել անհետ կորածներին գտնելու համար։ Մալթայի ափերի մոտ նավաբեկություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 միգրանտ է զոհվել։ Երկրի զինված ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 53 մարդու հաջողվել է փրկել։